Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս, բարի օգոստոսյան լույս եւ բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե առավոտից մաղթում միայն հաճելի լավ տրամադրություն, դրական էներգիա եւ պատրաստ լինել նոր աշխատանքային շաբաթվան, նոր օրվան լավ մոտիվներով։ Այո, օգոստոսի 3-ն է, արդեն ամառվա 3-րդ ամիսն է, երևի թե ամենածույլ ամիսն է, որովհետև շատերը արդեն արձակուրդում են, բայց մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար։ Իմիջիայլոց ես արդեն զգում եմ, որ շատերն են արձակուրդում, որովհետև ճանապարհները բաց են եւ կարողանում են մարդիկ նստել տրանսպորտային միջոցներ, այլ ոչ թե խցկվել եւ ավելի թեթև են խցանումները միանշանակ։ Առանց խցանումների օր ենք մաղթում բոլորիդ, կարծում եմ դրան միայն դա բավարար է, որպեսզի բոլորս երջանիկ լինենք եւ իհարկե կփորձենք այնպես անել, որ հետաքրքիր տեղեկություններով իհարկե լավ երաժշտությամբ ձեր առավոտը դարձնենք ավելի պոզիտիվ։ Սևակ Հակոբյան եւ Լուսինե Մուրադյան, իդեպ մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև տեսնել մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան հարթակում։ Այո, ոչ միայն դիտում եք, այլև ակտիվ մեկնաբանություններ եք գրում, ենք դրանք անպայման ընթերցում ենք։ Մեր ամեն ինչ փոխադարձ է կյանքում եւ մեր ուղիղ կապը պիտի չընդհատվի երբևէ 553702 դա էլ ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Դե ինչ սկսեցինք օրը, բարի լույս բոլորին, մնացեք մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ Թող մեր կյանքի երաժշտությունը այնքան մաքուր հնչի, ինչպես վինիլը։ Այո։ Սա եւս շատ կարևոր է։ Բայց ոչ խազած վինիլները, իդեպ վինիլները հիմա շատ մոդայիկ են դարձել էլի։ Որքանն էլ թվային այսպես տեխնոլոգիաները զարգացել են, այդուհանդերձ համարվում է, որ լավագույն ձայնը, հնչողությունը դա վինիլի հնչողությունն է։ Այո, ընդհանրապես վերադառնում են նաև հին տեսախցիկները, հին ֆոտոխցիկները։ Այո, նկատել եմ, բայց ինչու։ Հետաքրքիր է, երևի այդ վինտաժային տրամադրության համար, որովհետև չեմ հավատում, որ օրինակ ասում են հին ֆոտոապարատը օրինակ ավելի լավ էր նկարում։ Կան ֆոտոապարատներ, որոնք հենց լենտով են եւ ժապավենով են, այո, կրկին վերադարձել են մոդը։ Իրենց խորությունը այդուհանդերձ թվայինը չի կարող ստանալ։ Դրանում համաձայն եմ, բայց խաղալիք այսպես ֆոտոապարատներով են սկսում նկարել, դա մի քիչ չեմ կարողանում հասկանալ, երբ հեռախոսը ավելի որակյալ լուսանկարներ կապահովի, որովհետեւ վաղուց արդեն հեռախոսը դադարել է լինել զուտ հեռախոս։ Ես կարծում եմ վերջին կետում է ինքը հեռախոս որպես ծառայում։ Այլ հակառակը ամեն ինչ հեռախոսում է եւ զգույշ եղեք, որովհետեւ հեռախոսը ձեր մասին գիտի ամեն ինչ։ Այո, նույնիսկ այն ինչ դուք մտածում եք։ Նույնիսկ այն ինչ դուք չգիտեք ձեր մասին, հեռախոսը արդեն գիտի։ Այո, որովհետեւ ասում են, չէ, հաճախ նույնիսկ չես բարձրաձայնում մտածում ես եւ ալգորիթմը բերում է։ Դա զուտ պատահականություն չէ, դա զուտ մաթեմատիկական հաշվարկ է եւ իհարկե ժամանակակից տեխնոլոգիաները հասել են հենց դրան։ Մենք հիշեցնենք Facebook-ում ենք ուղիղ եթերում եւ մեկնաբանություն եմ տեսնում։ Ստյոպ Վարդանյանից, Էդիկ Բաբուջանը սկսել է ուշանալ, Էդիկ ջան, ամառային ռեժիմի խնդրում եմ ժամանակին ողջունեք մեզ եւ իհարկե սպասում ենք ձեր արձագանքներին հարգելի ռադիոլսողներ։ Օգոստոսի 3-ն է։ Ես սիրում եմ օգոստոսյան Երևանը, շատ եմ սիրում օգոստոսյան Երևանը եւ ամեն ինչ անում եմ, որ օգոստոսին մնամ Երևանում, որպեսզի վայելեմ մարդկանց մեծամասնությունը։ Այո, որպեսզի վայելեմ դատարկ փողոցները Երևանյան եւ ոչ միտեղ չշտապեմ։ Դե արի որ իմանաս այսօր ինչպես էս վայելելու, տեսնենք ինչ են ասում օթերևութաբանները հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, առանց տեղումների եղանակ է, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում եւ ասենք որ օդի ջերմաստիճանը դե բավական բարձր է, որովհետեւ օգոստոս է, այսօր 37 աստիճան է գնալու ցերեկը։ Լողավազանը պետք գնալ շտապ։ Երեկոյան 29-ից 31, իսկ հագիշերը 22-ից 24 աստիճան տաքություն են կանխատեսում օդերևութաբանները եւ այս պահին էլ հեռախոսը մեզ հուշում է, որ արդեն 27 աստիճան տաքություն է։ Մինչալոց 3 երեկոյան քամի չկար եւ այսպես մարդու շունչ էր կտրվում։ Այո, հենց այդպես է։ Ամառը ուշանում է մի քիչ, օգոստոսին նոր սկսեց ամբողջությամբ ցույց տալ։ Առանց ողջունենք այլ մարդկանց, ովքեր հիմա օրինակ Սևան են ուղևորվում կամ Սևանից են մեզ լսում։ Կամ Հայաստանի որևէ տարածք են ուղևորվում, որովհետև ես նկատել եմ մի հետաքրքիր ու կարևոր բան, որ մարդիկ սկսել են բացահայտել սեփական հայրենիքը, իսկ դա հրաշալի է։ Բացահայտեք սեփական հայրենիքը եւ այո, եթե աշխատանքի չեք ու շտապ գործեր չունեք, նստում եք մեքենան ու ուղիղ գնում մի վայր, որը ձեզ առաջինն է կանչում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հանգիստ կարող եք գնալ, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ինչ վերաբերում է Ստեփան-Զմինդա-Լարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ահա, այսպեսի լավ լուրեր։ Դե եկեք տեսնենք ինչ իրավիճակ է նաև մայրաքաղաքի փողոցներում։ Էլի լավ լուր ենք ասելու։ Էլի լավ է։ Թեպետ ես տեսնում եմ, որ վթար ունենք։ Այո, կա վթար, բայց նախ սկսենք խցանումային նիշից, այն 5 է այս պահին, ինչը գիտենք այն ծանր օրերի համեմատ արդեն Սա փրկություն է, կարմիր գծեր գրեթե չկան։ Վերին պտղնի հատվածում է կարծես թե վթարը Երևան Աբովյան խճուղում, այլ վթարներ բարեբախտաբար կարծես թե չկան։ Բայց եթե խցանում չի ավելի զգոն եւ զգույշ վարեք մեքենան հարգելիներս, եթե ազատ է տարածքը, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է մոռանաք ստոպի մասին եւ միմիայն ոտքները դնեք ու արագություն բացեք, որովհետեւ տեսնում եք ազատ փողոցներ։ Այսօր ես քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ։ Վայ, էդ երբ հասցրիր։ Ես անցնում եմ ինձ համար նախատեսված կանաչ լույսով, ես անցնում եմ ինձ համար նախատեսված ճանապարհով եւ երբ սկսեց լուսացույցի վրա իմ կանաչը, ես փորձեցի ոտքս դնել եւ փողոց անցնել, բայց մի մեքենա որոշել էր, որ ինքը այնքան հերոս է, որ կարող է չկանգնել
եւ վերջին պահին արգելակեց, իհարկե կարծում եմ իմ սարսափելի հայացքը տեսնելով փոշմանեց, որ ինչ եմ ուզում ասել, զգույշ եղեք այդուհանդերձ, նույնիսկ եթե կիսադատարկ են փողոցները։ Սա շատ կարևոր է։ Անգամ եթե 5 է խցանում այն նիշը, զգոնությունը մի թույլատրեք, իսկ այս զգոն օդում միշտ են օդաչուները եւ անձնակազմը։ Անձնակազմը, իսկ մենք մարդկանց ուղևորներին հորդորում ենք վայելել օդային թռիչքը, որովհետեւ դրանից գեղեցիկ բան չկա եւ հիշեք, եթե դուք ունեք վախ ինքնաթիռներից, ապա ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը համարվում է հենց ինքնաթիռը։ Այո։ Տեսնենք Հայաստանի Հանրապետություն օդանավերը ժամանակին են վայրեջք կատարելու, թե ոչ, ասեմ, որ 2 ինքնաթիռ ունենք, վաղաժամ են վայրեջք կատարելու, Դուբայի չվերթներն են, 11:25-ի փոխարեն Հայաստանում կլինեն 10:51-ին, արդեն չենք զարմանում, որ Միացյալ Արաբական Էմիրություններից գալիս են չվերթները Ենթադրում սրանցից մեկը Տիգրանի ուղղությունն է։ Ենթադրում եմ, այո։ Շուտ է գալիս։ Հասում ենք վարի գալուց, շտապում է եթերի։ Մնացած թռիչքն Այստեղ ժամանակին են, մեկնումների սանդղակը դիտարկենք եւ տեսնենք, ունենք ուշացում Շարմ el-Շեյխի չվերթը, որ 10:05-ին պետք է կատարեր իրականացներ իր չվերթը, 12:15-ին է կատարելու չվերթը, այնպես որ ձեզ համբերություն սպասեք, ոչինչ, նույնիսկ 2 ժամ տարբերությամբ այդուհանդերձ կհայտնվեք հիասքանչ արևաշատ ու ահա որ հարմար գեղեցիկ կարմիր ծովում ու կվայելեք հիանալի եղանակը, մնացյալը կարծես ժամանակին է։ Այո, ժամանակին է, ասում ենք բարի գալուս, այո, բարի գալուս եւ բարի թռիչք։ Այս բառը գործած եմ, բարի տժժիկներ։ Այո, օգոստոսին կարելի է։ Եթե Երևանում էլ մնաք, տժժիկը եղանակը ապակաստող լինի։ Այս դեպքում ուղղակի գնում եք լողավազաններ։ Ես գիտես ինչից եմ զարմանում, որ մարդիկ մեծ գումարներ են վճարում, որ գնան ծովափնյա որևէ երկիր հանգստանալու, գնում են հաստում են ծովի ափ, անմահական ծով է, եւ նրանք սկսում են լողալ միայն լողավազանում։ Իսկ կարող եմ իմանալ ինչու ես գնում հասնում ծով, եթե չես մտնելու այդ ծովը։ Երևանում էլ ունենք հիանալի լողավազաններ, Սևական։ Արևն էլ հիանալի արևույթ։ Երևանում շատ ավելի լավն են հաճախ լողավազանները։ Հասկանալ ինչու, ախր ինչու։ Տվեք ինձ այդ հարցի պատասխանը։ Դե այնպես չի որ ծովից չես օգտվում, բայց կարծես թե լողավազանները ավելի հարմար են։ Ինչ ես խոսում, աղի ջուրը ավելի թեթև է, ավելի հեշտ ես լողում, եւ ընդհանրապես ես ափսոսում եմ այն ժամանակը, որ կանցկացնեմ ծովափնյա լողավազանում, կեղծ ասած, այո, ես մաքսիմալ քաղում եմ ծովից բոլոր բարիկները, որ պետք են, այո։ Տեսնենք ինչ է կա տարադրամի շուկայում, այս նորությունները ձեզ հայտնենք, ամերիկյան $1 ըստ կենտրոնական բանկի 366 դրամ 2 լումա է, եվրոն 421 դրամ 13 լումա, ռուսական ռուբլին 4.6 է, վրացական լարին 139 դրամ 52 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 492 դրամ 25 լումա, արաբական էմիրությունների 1 դիրհամը 99.7 է եւ իրանական ռիալը 0.026։ Հիմա ընտրում ենք անցար, ես ընտրել էի արդեն մի գնա, ահա։ Էլի խառնեց, հա գտա։ Գտար։ Ղրղզական սոմը 4899 է։ Ահա, միշտ պատահականության սկզբունքով։ Բայց ասեք որ հետաքրքիր է։ Թե չէ դուք երբեք չէիք հետաքրքրվի, եթե չգնայիք այդ երկիր։ Ահա, այս կարևոր տեղեկատվությունը, որ առավոտյան սովորաբար ձեզ ներկայացնում ենք, խցանումների եւ օդի ջերմաստիճանի վերաբերյալ թարմացումներ դեռ կանենք եթերի ընթացքում։ Անպայման կանենք, իսկ հիմա ինձ թվում է ճիշտ ժամանակն է որպեսզի լսենք հերթական ակտիվ։ Այո, այն էլ Երևանյան շոկի մասին։ Հա, իսկ հիմիկվա համար է։ Իսկ ձեզ կոչանենք հետևել մեզ, գրել մեկնաբանություններ կամ զանգարել։ Եթե ունեք այդ ճոխ հնարավորությունը, անցկացրեք լողավազանում։ Ամառը Երևանում, ամառը Երևանում, ամառը Երևանում, ամառը Երևանում, Երևանում սպասվում է տժժիկ եղանակ։ Հյուսիսային Բողոքան անունը չի արդարացնում, հանվածնում արևն ու երման ասֆալտին ապարկացնում, շոկից նույնիսկ ծառերը հովուստներ են ման գալիս, միևնույն է Երևանը ձգում է ինչպես մագնիս, հունիս թե հուլիս, սովելիս, պիտքա Սերևան թե Փարեգամոնիս, ունիս թե ճունիս թե հայդ ու եղնիս, պիտի տնեսիս տոնսերը առնիս դեռնիս, ամառը Երևանում, ամառը Երևանում,
едем в Ереван, это Новокаяна, там на машине наш Ереван, под Армянск мотив, по луках Цергини, места Лиса, Фатив, Хезгитин, Сивани. Ցավտան եմ մեր Երևանի Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն է իմ քաղաք Լավն է իմ քաղաք, լավն է իմ քաղաք Դու ծառերի և բետոնի հանրավակ Իմ մայրաքաղաք և հայրաքաղաք Հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ Տոթ այլանդակ ու տապ այլանդակ Խնդրում եմ հովացրու իմ սիրտը պուլպուլակ Սարը պուլպուլակ, ջեստը պուլպուլակ Oh my god, լոսից դու ծրար, չերես կատար, հասար պարակար Ռեգե ռեկետոն, մատտան կենտրոն, աբովյան տումանյան Let's have some fun, կասկադու տեյան Always number one, բողոց այդ նովա, the party's not over Բայց գիշերը հովա Ամառը Երևանում Երևանում ամառը Ամառը Երևանում Երևանում ամառը Ամառը Երևանում Արի միատել La 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 Կարող եմ միատել Չէ The station with the best music. Best music. I love the music. Best music Կարող է մեկ հատել։ Այո, Ոչ։ ինչու ոչ, կարող ենք մեկ հատ լսել, իհարկե լավ երաժշտությունը մեր եթերից անպակաս է։ Ակտիվ ռիթմերն են անպակաս, որպեսզի էլ ավելի առուգանակ, աշխուժանակ հարգելի ռադիոլսողներ Եվ on-line կարծես թե հարթակում, այո, օգնեց։ օգնել է Վիգեն Եղիազարյանը բարի լավ օր է մաղթում բոլորիս, ասելով բարի լույս ուղարկում է քաղցրը սուրճով, բնականաբար Ամալիա Ղազարյանը սրտիկներ, կրակ եւ սուրճ է ուղարկել մեզ, շնորհակալություն։ Մամիկոն Լուսինյանով օգտատերն ասում է բարի լույս, լավ օր է մաղթում բոլորին։ Շնորհակալ ենք։ Ես Մամիկոնն եմ Լուսինե ջան։ Ահա, շատ լավ է, որ իմացանք։ Ուզում էի ասել, գրեք թե ով է Մեզ հետ գրում։ խոսում։ Բարի լույս, շատ ուրախ ենք, որ միացել եք մեզ հարգելի ռադիոլսողներ։ Հետաքրքիր է դուք ինչ եք նախընտրում, ծովափնյա հանգիստ թե օրինակ Սարեր ձորեր։ Ճիշտ է, կա Հետաքրքիր հարց է, բաժանումը։ խնդրում եմ գրեք եւ զանգահարեք ու պատմեք այդ մասին, որովհետեւ կան մարդիկ, որ առանց ծով չեն կարող հանգստանալ, կան մարդիկ, որ իրենց բավարար է միայն բարձունքում գտնվելը Այո, բնության կամ կրկում։ անտառներում, չէ, Այո, ես անտառներ ունեմ գնալը։ ընկերներ, որ բարձունքից չեն իջնում։ Երբ վերադարձեք տուն, արի տուն, ծրագիրն է գործում։ Տեսնենք ինչ կա չկա Գնացինք։ օրացույցում, հիշեցնենք օրը օգոստոսի 3 եւ 2 շաբթի, ձմերուկի օրն է այսօր։ Ուրա, ուրա, ուրա։ Շատ տեղին օր։ Նաև շատ տեղին օր է սպիտակ գինու օրն են նշում, հիանալի տարբերակ է հաշվի առնելով, որ սպիտակ գինին խմում են սառը վիճակում եւ կարծում եմ զովանալու եւս մեկ տարբերակ է, հետո իմ մասին չեմ կարող ոչինչ ասել։ Մազաթափության իրազեկման կարելի ասել միջազգային օրն է, խնդիր, որը շատ արդիական է, Այո։ հատկապես Հայաստանում եւ հատկապես COVID-ից հետո, չէ, շատ մարդիկ ասում են, որ առաջին ակնառու հետևանքը դա մազաթափությունն է։ Միանշանակ եւ նկատել ենք, որ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները այդ խնդիրը կարծես թե լուծում են եւ հնարավորություն կա կարծես թե ձեռք բերել հեշտ են լուծում։ բնական սեփական մազերից նոր մազեր, նույնիսկ ունքեր, երկար մազերի փոխպատվաստում, ով մոտ ժամանակներս մենք անպայման կանդրադառնանք այս թեմային, մասնագետ կհրավիրենք եւ կփորձենք հասկանալ այդ լուծումներն ինչպես են Այո, այս իրականացվում։ թեմային անպայման անդրադառնալու ենք, տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, տեսնենք ազգային տոներից ինչ կա չկա, Գնացինք։ դե Աշխատանքի օր են նշում։ աշխատանքի օրն են նշում եւ Ջորջիա նահանգի ազգային օրն է նշվում Դե նաեւ։ ասացինք ձմերուկի օրը այնտեղ եւս։ Ահա, Ընկուզեղենի ազգային օր էլ կա։ Շատ ծիծաղելի օր է, ինչի միայն այսօր է այդ գործողությունն իրականացնում։ Հատակ լվանալու օրն է այսօր Միացյալ Նահանգներում։ Միայն այսօր, հա,
ճիշտ ասեք էլի։ Տարվա մեջ այս մի օրը։ Ավստրալիայում զբոսախնջույքի, ասել է թե պիկնիկի օրն է հյուսիսային տարածքներում։ Այստեղ շատ կարևոր մի բան, որ Բայց այնտեղ հիշեցի առհասարակ հարգելի ռադիոլսողներ, եթե որոշել եք պիկնիկ իրականացնել, անպայման մի մոռացեք ձեր ետևից հավաքել։ Կրակի հետ զգուշ եղեք, որովհետև անտարային հրդեհների վտանգ կա։ Եվ իհարկե չմոռանաք, որ ձեր տանը որ հաց եք ուտում ձեր հետևից հավաքում եք, Այո, նույնը նաև բնության գրկում։ Դա էլ է ձեր տունը։ Այլ օրներ, ինչ կա, վաճառականների օրն է կարծես Իսլանդիայում։ Հետաքրքիր տարօրինակ օր է Իռլանդիայում, օգոստոսյան բանկային հանգստյան օր է։ Չեն աշխատում երևի բանկերը։ Երևի, իսկ Իսպանիայում Կոլոմբոսի փառատոնն են նշում։ Գնանք Կանադա, քաղաքացիական տոն, ինչպես նաև ժառանգության օրն է այսօր։ Երիտասարդության օրն էլ նշում են Կիրաբիտիում։ Ահա, այսքանն այն, չէ, էլի կա, այսօր շատ հարուստ են տոներով, հա։ Ուր գնանք։ Գնացինք հասարակածային գվինե, այնտեղ ազատության օրն են նշում։ Նիգերում անկախության եւ ծառատունքի օրեր են։ Հնդկաստանում Ռաքշա Բանդհանի օրն են նշում։ Պարապելեի։ Զգացվեց։ Կարծես թե այսքանը։ Նեպալում եւս Ռաքշա Բանդհանի օրն են նշում։ Իվոնց, սա կարևոր օր է, նարցիսների օրն է այսօր, որովհետեւ նրանք են միշտ հիանում իրենցով եւ կարծում որ իրենից լավը չկա։ Հայելու հետ համբուրվելու օր, իհարկե սա զվարճալի, ոչ պաշտոնական տոն, որը Ռուսաստանում ըստ մեր աղբյուրի նշում է։ Ինչի ես վստահ եմ, որ շատ շատերը կան, որ իրենց նայում են ու այդպես այնքան են զմայլվում, որ մի խոսքով դրոշի օրը նշում են Վենեսուելայում, երեխաների ազգային օրն էլ նշում են Տուվալուում։ Ահա, քիչ անց այո, մենք նաև կտեսնենք թե ինչ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ են եղել եւ իհարկե օրվա հոբելյարներին կանդրադառնանք, իսկ մինչեւ այդ այն երգը, որը այսպես ասած ավտոմատ կերպով մեզ YouTube-ը առաջարկեց եւ ավտոմատ կերպով ներխուժեց մեր եթեր, ոչինչ հենց այնպես չի լինում։ Երգը լսենք, հետո արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջը կողջունենք։ Memories in my head since the day you left. Of all the things you said, all the things you said. Missing what we had, wish we could go back to the day we met, to the day we met. We could be Wonderland, Wonderland, Wonderland. Picturing what we had, what we had, what we had. We need a second chance, take it back, show me I'm the only one, the only one. Baby, come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Oh, baby, come back to me, my baby. Come back to me, my baby. Come back to me, my baby. Maybe you'll be mine at a different time. You put up a fight to keep me by your side. Wanna believe in love, but it just always breaks my heart. We could be Wonderland, Wonderland, Wonderland. Picturing what we had, what we had, what we had. We need a second chance, take it back, show me I'm the only one, the only one. Hey, baby, come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Oh, baby, come back to me, my baby. Come back to me, my baby. Come back to me, my baby. Oh, baby, come back to me, my baby. Come back to me, my baby. Come back to me, my baby. Ready for your next adventure. Սուրճ բուրսեր առավոտից։
Ահա, հենց այսպես վերադարձանք եթեր հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե ողջունում ենք նաեւ ռադիոլուրի մեր գործընկերոջը Արմինե Գևորգյան, բարի լույս։ Բարի լույս։ Խոսափողի մոտ է Արմինե Գևորգյան։ Երևանն է խոսում։ Խոսում է Երևանը։ Արմինե լրահոսը հարստացավ Երևանից քաղաքական կարևոր իրադարձություններ։ Կասենք։ Ինչ կա լրահոսում հիմա։ Դարձյալ նույնն է։ Բանջի փոխվել Երևանից։ Փոխվել Երևանից այսօր շարունակվելու է Երևա սկսվածը եւ այլն։ Եվ այլն եւ այլն։ Եւ այլն եւ այլն։ Մենք խոսում ենք հանգստի տարբերակներից եւ մեր ռադիոլսողներին օրինակ հարցրեցինք թե որ տարբերակն են նախընտրում ծովափնյա հանգիստն է իրենց համար նախընտրելի թե սարեր ձորեր բաղացել բարձրանալ չգիտեմ քեզ համար ծովափնյա հանգիստը։ Միանշանակ ու ես պաշտում եմ ծովը։ Իսկ որ գնում ես ծով լողավազանում ես լողում ոչ բնականաբար ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց որ գնում են ծով եւ լողավազանում այստեղ էլ կա գնացել լողավազան։ Պես Արմինեն չէր լսել իմ միտքը խնդրեմ գանգուր մազերով գեղեցիկների լսում դու գնում ես ծով լողավազանում։ Այո ավելի շատ լողավազանից կան։ Չգիտեմ, բան չեմ հասկանում, ես ջահելներից բան չես հասկանում։ Տարօրինակ է, բայց փաստ այո։ Գալի այդ ծովի այդ շունչը, այդ ազատությունը չզգալ, չվայելել այդ ալիքները, այո, երբեմն սառնությունը։ Երբեմն սառնությունը ես իմ ընկերներին բոլորին գրել եմ, ասել եմ, եթե մյուս անգամ դուք ձեր ծովափնյա հանգստից նկարներ ինձ ուղարկեք, հրապարակեք, ես ձեզ ուղղակի չգիտեմ ինչ կանեմ, որովհետև իրենք արձակուրդ են, ես արձակուրդ չեմ։ Ես նոր ասացի, որ շատ սիրում ենք օգոստոսյան Երևանը, որովհետև այս ժամանակ բոլորը գնում են արձակուրդը դու կարողանում ես առանց խցանումների Երևանը վայելել։ Բայց հակառակն էլ կա, զբոսաշրջիկներ բավականին շատ կան։ Ես սիրում եմ մեր երևանյան ամառային երեկոները, որովհետև այո, երեկոները շատ մարդաշատ են։ Ժամանակը զգացողությունը կորցնում ես, քեզ թվում է թե ցերեկվա ժամը 5-ն է 6-ն է, հա, բայց նայում ես ժամացույցին 1-2-ը եւ այնքան շատ մարդ կա, փողոցները ակտիվ են։ Ինձ դա դուր է գալիս։ Իմիջիայլոց ոչ միայն քեզ, այլև զբոսաշրջիկներին, որովհետև երբ նայում ես նրանց վիդեո տարբերակները, այնտեղ իրենք ապշած են, զարմացած են, թե ինչպես կարելի է գիշերը մեկին հանգիստ զբոսնել քաղաքում, նույնիսկ երեխաների հետ, թե որքան անվտանգ է մեր հայրենիքը, այո, այդպես է մեր հայրենիքը։ Գիշերվա կեսին էլ եթե դու որոշես թեկուզ, եթե տունդ գտնվում է մոտակայքում, ոտքով գնալ ու հաստատ վստահ ես քայլում, որ նորմալ տեղ հակառակը կպաշտպանեն։ Ուզում ես համեղ բաներել ուտել, էլի կա դրա։ Էլի հնարավորությունները շատ են։ Անգամ գիշերները մեր քաղաքը չի գնում։ Եվ իդեպ նշեմ, որ մեզ մոտ իսկապես սպասարկումը չհաշված մի քանի, հա, այսինքն այդ կենտրոնների, բայց սպասարկումը բավականին բարձր է։ Եվ հաճախ այլ երկրները գերագնահատում են ու թերագնահատում են։ Գնում ենք, համոզվում ենք, որ շատ զարգացած երկրներում թերի է, կատարյալ թերի է սպասարկումը, ինչի չես ասի մեզ մոտ, այնպես որ եկեք նախև առաջ գնահատենք մերը։ Այո, դու ավելի շատ ես ճանապարհորդում, ես էլ ինչքան շատ որ ճանապարհորդել եմ, ինչքանով որ տեղյակ եմ, իսկապես մեզ մոտ եւ խոհանոցն է շատ հետաքրքիր, եւ սպասարկումը, եւ հետաքրքիր մի բան կա, եթե էմոցիաները, եթե ինչ որ բանից էլ դժգոհում ես, դու հանգիստ կարող ես արտահայտվել։ Մի քիչ ուշ բերեցին, տենց պապերուշ կա։ Ինչ մունոթ ես գալիս վերջում էլ քաղցրի հյուրասիրությունը։ Վերջում էլ քաղցրի հյուրասիրությունը ստանում։ Եկեք շնորհակալություն հայտնենք սպասարկման ոլորտում բոլոր աշխատողներին, ջերմ ողջույններ ձեզ համբերություն, որ մեզ դիմանում եք, որովհետև օրվա ընթացքում 1000 բնավորության տեր մարդկանց հետ։ Դա երկրի այցեքարտերից մեկն է, էլի համարվում, դեմքը, այսպես ասած։ Դե հայերս հյուրասիրությունները առաջին պատկերացում հաճախ հենց այո, սպասարկման ոլորտում աշխատակիցների հետ շփվելով են կազմում։ Դե ինչ տեսնենք, ինչ կա չկա լրահոսում, Հայաստանում, աշխարհում ժամը 10-ի թողարկմանը հետևենք։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամը, եթերում ռադիո լուրն է խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի քաղաքական մեծամասնության առաջարկով եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն ստորագրելով նրան վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Շնորհավորելով վարչապետին Վահագն Խաչատուրյանը տոկունություն եւ վճռականություն է մաղթել նրան երկիրն այս դժվարին ժամանակներում դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելու գործում։ Վստահ եմ, որ ձեր սկզբունքայնությունը սահմանադրականության սկզբունքներից ելնելով ի նպաստ է լինելու Հայաստանի պետականության ամրապնդմանը ի բարօրություն մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ ապագայի, նշել է նախագահը։ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել նախագահային հանդիսավոր ընդունելության, վստահության եւ ցուցաբերած աջակցության համար։ Նա ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո անցած բարդ ճանապարհը հաղթահարելու գործում առանցքային դերը պատկանում է Հայաստանի ժողովրդին, որն ի ցույց է դրել բարձր պետական գիտակցություն։ Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության ձևավորումից հետո կաբինետի անդամները երթմամբ կամրագրեն իրենց պարտավորությունները ժողովրդի առջև։ Անդրադառնալով նորընտիր 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքներին, Փաշինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանը կդառնա քաղաքական գաղափարների, տեսլականների բախման հարթակ, այլ նախ եւ առաջ զերծ անձնավորված թիրախավորումներից ու վիրավորանքներից։ Բանավեճերը պետք է լինեն սուր, բայց այդ սրությունը պետք է վերաբերի քաղաքական ու սոցիալ-տնտեսական բովանդակությանը, այլ ոչ թե փոխադարձ թիրախավորմանը։ Եթե ընդդիմությունը նույնպես ընդունի այս տրամաբանությունը, կունենանք շատ ավելի որակյալ աշխատանք, ասել է վարչապետը, հավելելով եւ բարձր գնահատելով նաեւ նախագահականի հետ սերտ ու արդյունավետ աշխատանքային երկխոսությունը։ 9-րդ գումարման ազգային ժողովի նիստի աշխատանքները կշարունակվեն այսօր 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը մեկնարկել էր 3 եւ քանի որ անդրանիկ նիստի օրակարգը ներառում է մի շարք ծավալուն եւ հիմնարար հարցեր, աշխատանքները տևում են սովորաբար մի քանի օր։ Այսօր նիստի ընթացքում падգամավորները կշարունակեն քննարկել խորհրդարանի ղեկավար կազմի, ազգային ժողովի նախագահի եւ 3 փոխնախագահների ընտրության հարցերը։ Նիստերի օրակարգում են նաև մշտական հանձնաժողովների ստեղծումը, դրանց նախագահների նշանակումը։ Նշենք, որ ազգային ժողովի նախագահը կընտրվի փակ գաղտնի քվեարկությամբ, միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հանդիպել է ազգային ժողովին դիմադիր խմբակցությունների падգամավորների հետ, խոսել երկրում եւ ազգային կյանքում տիրող մտահոգիչ իրավիճակի ծանր հիմնախնդիրների մասին եւ նորընտիր падգամավորներին հորդորել է օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանն ու հանձնառություններին։ Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի ենք եւ այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության եւ իղձերի մարմնավորման, ասել է Գարեգին II-ը։ Հիշեցնենք, խորհրդարանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքը սկսեց առանց վեհափառի օրհնության, քանի որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին չէին հրավիրել։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների падգամավորները երեկոյան գնացել են Մայրաթոր վեհափառի օրհնությունը ստանալու համար։ Այլ թեմաների անդրադառնանք։ Միջազգային լրահոսից դարձյալ ուշադրության կենտրոնում են ԱՄՆ-ն եւ Իրանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այսօր Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցություններ կսկսվեն։ Կա գործարք Հորմուզի նեղուցի վերաբերյալ, այնուհետև կլինի համաձայնություն միջուկային հարցի շուրջ կամ կարելի ասել Իրանի ապամիջուկայնացման վերաբերյալ, լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ շեշտելով, ԱՄՆ-ն որոշել է Իրանի դեմ նոր հարձակում չսկսել մերձավոր արևելքի երկրների խնդրանքով։ Թրամփի խոսքով Թեհրանն էլ իր հերթին Վաշինգտոնին էր խնդրել նոր հարվածներ չհասցնել։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հարձակում սկսել ցանկացած պահի, երբ ցանկանանք։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ կառավարությունը անընդհատ պայքարելու է Լամանշով փոքր նավակներով իրականացվող ապօրինի միգրացիայի դեմ։ Դուվրում ելույթ ունենալով նա հայտնել է, որ իշխանությունները փոխում են խնդրի նկատմամբ մոտեցումն ու ուժեղացնում միգրանտների տեղափոխմամբ զբաղվող հանցավոր խմբավորումների դեմ պայքարը։ Ըստ նրա, հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության այն աշխատակիցների թիվը, որոնք աշխատում են մաքսանենգների դեմ, գրեթե կրկնապատկվել է 2025 թվականին 376-ից հասնելով գրեթե 800 մարդու։ Վարչապետը նշել է նաև, որ նմանատիպ աճ գրանցվել է նաև ֆրանսիական իրավապահների շրջանում։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։
Սեր առավոտից։ You stepped inside with a vibe I ain't never seen. Yes, you did. Ooh, so girl, if you talk like you walk, come and talk to me. But look here, it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl. So please don't do that to me. 'Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, woo, 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 woo. Woo, 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 woo. It's the part where you break it all the way down, 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 down. This the part where I turn you all the way around, round, round, round. Put some spirit in it, put your heart into it. That's all I need. And if I like what I see, you're coming home with me. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. The station with the best music. Best music. I love the music. Best music. Բարձր տրամադրությամբ շարունակում ենք երկուշաբթի օրվա մեր եթերը, օգոստոս ամիսը մեկնարկել է, եթե նոր եք մեզ միացել, չեք կողմնորոշվում ուր եք, որտեղ եք, ինչ օր է, օգոստոսի 3-ն է այսօր, օրը երկուշաբթի եւ ժամը 10:09, հիմա կդառնա 10:10։ Վարքյաններն ես հաշվում։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում հաճելի լավ տրամադրություն։ Հետաքրքիր հանգստի տարբերակների մասին էինք խոսում։ Մենք ընդհանրապես անդրադարձանք ծովատնյա թե անտառային սարային հանգիստ, բայց կան տարբերակներ հանգստի միջալոցյուրերի հետ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու, որը ինչ որ չափ նաեւ մարդկանց մոտ այն մարդիկ, որոնք սիրում են արագություն, ադրենալին, այդ կարող ենք համարել նաև ինչ որ հանգստի տարբերակել հենց դա է, բայց դրա մասին
րոպեներ անց։ Այո, պարզապես ասենք, որ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 3-ը կայացել է համահայկական քարթինգի մրցարշավ 2026-ը, որի 3 հաղթողները ի դեպ ուղևորվելու են Հունաստան միջազգային մրցարշավի Իրենց մամուլի մասնակցելու։ քարտուղար պետք չի։ 48 մարզիկներ են մասնակցել եւ նրանցից մենք տաղավարում հյուրընկալելու ենք ավտոարշավորդ մարզիչ Ռոդիոն Կրիլովին եւ պատանի մրցարշավորդ Սամվել Համբարձումյանին։ Րոպեներ անց նրանց հետ խոսելու ենք այս կարևոր միջոցառման մասին եւ այս այո ադրենալինով լի մարզաձևի մասին։ Կարող ես արագություն սիրում ես մեքենայով։ Արդեն հասկացա, ես էլ չէ։ Ու թարսի պես մեր հյուրերը այսօր սիրում են արագություն, իսկ մենք ոչ, ֆիքսել ես։ Ու այստեղ միանգամից հիշում ենք ինչ։ Տաքսի ֆիլմը իր հայտնի երաժշտությամբ, որը պետք է հիմա գտնել։ Գտել ենք։ Սա էր։ Չէ, սա էր։ Սա էր, կապ չունի, հիմա հասկանանք, սա էր թե ոչ։ Էական չի, հիմա փորձենք հասկանալ դա էր թե ոչ։ Հիշում եք տաքսի ֆիլմում ինչ արագություն էր բացվում, ինչ էր կատարվում, մարդիկ սարսափում են։ Այո, գնացինք։ Այ այս մեկը։ From London back down to the US. We rockin' this contagious, monkey business outrageous. Just confess your girl admits that we the shit. FRESH, we fresh. GEF, that's right, we different. We definite. BEP, we reppin' it. So turn me up, turn me up, turn me up. Come on, baby, just pump it, pump it, pump it, pump it, pump it, pump it. And say, yo, yo. Turn up the radio, blast your stereo right now. This joint is sizzling, it's sizzling right. You check this out right here. Do wanna hate on us, do need to ease on up, do wanna act on gut, but do get shut like Flavor Chuck. Chick say she ain't down, but chick backstage when we in town. She like men on drums, she wanna hit and run. Yeah, that's the speed, that's what we do, that's who we be. BLACKEYADD to the E, then the A to the S. When we play, you shake your ass. Shake it, shake it, shake it, girl. Make sure you don't break it, girl. We gon' turn it up, turn it up, turn it up. Come on, baby, just pump it, pump it, pump it, pump it, pump it, pump it, and say, yo, yo. Turn up the radio, blast your stereo right now. This joint is sizzling, it's sizzling right. Damn, 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 damn. 40 full of feel I feels live and direct rocking this scene. Breaking on down for the B-boys and B-girls, we're in it, do they thing. Pump it, louder, come on, don't stop and keep it going, do it. Let's get it on, move it. Come on, baby, do it. Սուրճ ուսեր առավոտից։ Այո, երաժշտությունը միանգամից փոխեց տրամադրությունը եւ հենց այս թեմայով էլ շարունակելու ենք մեր զրույցը։ Այո, բայց մի կարևոր բան, որ ինչ էլ անում ենք, արագություն ենք վերցնում, սիրում ենք արագությունը, պիտի միշտ մտածենք անվտանգության կանոնների մասին եւ եթե անվտանգ է ամեն ինչ, ապա իհարկե շատ հետաքրքիր է։ Եթե դուք ունեք այդ հմտությունները, օրինակ ինձ թվում է ես մայրուղուց ուղակի շատ արագ դուրս կտրեմ։ Կշեղվես ճանապարհից։ Մենք խոսելու ենք համահայկական քարտինգի մրցարշավի մասին, որը օրերս է կայացել եւ մեր տաղավարում են ավտոարշավորդ մարզիչ Ռոդիոն Կրիլովը, բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար եւ պատանի մրցարշավորդ Սամվել Համբարձումյանը, բարև Սամվել։ Մենք խոսում էինք, որ վախենում ենք արագությունից։ Մի հատ տեսեք էլի մեր հյուրը քանի տարեկան է հրաշք։ 14 14 տարեկան, հասկանում եք։ Եվ արդեն մրցարշավորդ։ Բա
Իսկ դու ինչ էի անում 14 Իսկ դու ինչ ես ասել։ Խոսենք համահայկական մրցույթից, այն առաջին անգամ է արդյոք Հայաստանում անցկացվել, եթե չէ, ինչ պատմություն ունի։ Սա երկրորդն է, առաջինը անցկացվել անցած տարի։ Արդյունքը բավարար լավ է, անցած տարի մեր թիմը ձևավորվել է գնացել է Դուբայ, այս տարվա թիմը գնալու է Հունաստան, մասնակիցը միջազգային SWS-ի մրցույթների են գնում ու սպասում ենք մեծ արդյունքներ, որտեղ մեր թիմը այս տարվա բավական լավն է։ Ուժեղ են։ Այո։ Որքան քրտնաջան պիտի աշխատի մրցաշավորդը, որ հասնի հաջողությունների ամենօրյա աշխատանք է պահանջում։ Ցանկացած մարզաձև է, բայց ուզում եմ հասկանալ այստեղ ոնց է։ Այո, ինքը բացի նրանից, որ դու պետքա լավ վարես, դու ֆիզիկապես պետքա շատ պատրաստ լինես։ Օրինակ, երեկվա մեր final race-ը, 3 օրյայի final race-ը տևողությունը 75 րոպե էր ու մարզիկները անընդմեջ 75 րոպե այդ շոքին մեծ արագությունների վրա բավականին բարդ է։ Հələ պատմիր, դժվար է։ Ես կասեի շատ դժվար է։ Հա, ես մտածում եմ ասելու էր ոչ, ինչ եք ասում։ Դժվար է։ Նախորդ անգամ որ ես եղել էի ռեյսի, այնտեղ էր 23 կրուկ, սակայն ջերմաստիճանը դուրսը մի 35 աստիճան էր։ Ու շոկ էր, նաև շատ ֆիզիկապես ինձ հոգնածնում էր, որովհետև ես շատ մեծ ճնշման տակ էի եւ մենտալ եւ ֆիզիկապես, որովհետեւ օրինակի համար բավարոտներին դու զգում ես բան G-force-եր շրջադարձերը ավելի լարվածություն են առաջացնում։ Այստեղ եւ ուղեղն է աշխատում, որովհետեւ պիտի հաշվարկներն անես շրջադարձերը ճիշտ կատարելու համար, ճիշտ եմ։ Արագության պահը եւ այստեղ նաեւ դուք ասացիք մարզական վիճակ, դա նկատի ունեք նաեւ ֆիզիկական մարզավիճակը հաշվի առնելով որ նրան նստած են եւ անդադար մկանները նաեւ այստեղ աշխատում են արագությունը կարգավորելու տեսանկյունից։ Այո, օրինակ Սամվելը շաբաթական 3 անգամ բացի նրա կարծինգի են սպառապունքներից, ինքը ես շաբաթական 3 անգամ ֆիզկուլտուրայի պարապմունքներ ունի, ինքը վազում է, ինքը մարզվում է, պատրաստվում է, ոչ միայն Սամվելը, բոլոր մեր մարզիկները, դա միակ տարբերակն է ֆորմայի մեջ լինելու լավ արդյունքի հասնել։ Ղեկին լավ վարելու համար, փաստորեն վազել է պետք առանց ավտոմեքենա։ Այո, թե չէ դուք մեքենայի կգնում եւ որոշում եք նույնիսկ չշարժվել եւ երկու քայլ չանել, ճիշտ ենք, չէ։ Այստեղ շատ կարեւոր է։ Թիմային աշխատանք է։ Այո, նույնիսկ sprint race-երում, երբ որ ինդիվիդուալ մարզիկը հանդեսանում, ինքը ունի իր մարզիչին, մեխանիկին, ու ինքը միշտ պետքա պատրաստ լինի, շփվի, հասկանա, որպեսզի ինֆորմացիան տեղափոխվի, մեքենան ճիշտ կարողանան պատրաստեն։ Այստեղ ֆիլմերում ենք, չէ՞, տեսել շատ արագություն բացած, այնտեղ սպասում է մարզիչը, սպասում է տեխնիկը, հա, այս պարագայում Նմանն էլ կարծինգում է, ամեն սեսիայից հետո վարորդը միշտ մեխանիկին ասում է ինչ ինֆորմացիա, ինչ է իրան պակաս, ինչն ավել, մեքենայի հետ կապված, որպեսզի կարելի լինի մեքենան պատրաստել հաջորդ սեսիաներին։ Մեքենան բնավորություն ունի։ Կա տենց բան։ Հետո լավ ես լեզու գտնում։ Ճիշտ ասած շատ դեպքերում շատ դժվար լեզուն գտնելը, սակայն ես որ արդեն 2 տարվա փորձ ունեմ, արդեն ավելի հեշտ է գրուբ ասած ավտոյի հետ լեզու գտնել։ Ահա, կարևորը դու գտել ես այդ լեզուն, իդեպ քանի հոգի մասնակցում եւ քանիսից ստացվեց փաստորեն ունենալ հաղթանակ ու գնալ այս տարի Հունաստան։ Պան Արմենյանի նախընտրական փուլերին առաջին 2 օրերին մասնակից էր 48 պիլոտ, որից 12-ը դուրս եկան եզրափակիչ, 3 եզրափակիչներ եւ 3 հաղթողները արդեն ձևավորեցին Հայաստանի թիմը։ Քանի հոգի են? 3-ը։ 3-ը։ Պիլոտ Ինչ հետաքրքիր է, այստեղ վարորդի պիլոտ է։ Հա, դե տարածությունը շատ հետաքրքիր է։ Քանի որ միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան ինքը ստեղծվել է Ֆրանսիայում ու իր հիմնական լեզուն ֆրանսիականն է, չնայած ինքը երկու լեզվով է գնում, իսկ ֆրանսիայում պիլոտ։ Հա, դե տաքսի ֆիլմն է, չէ՞ ֆրանսիական։ Այսօր չէր որտեղից ինքը։ Իդեպ բոլորը այս տարիքի, այսինքն պատանիների մրցաշարեր սա թե տարբեր տարիքային խմբեր կան։ Չէ, սա մեծերինն է։ Տարիքայինը կարծինքում կարելի է սկսել երևի 5-6 տարեկանից։ Դուք լուրջ եք ասում։ Այո։ Այո, այսինքն պետք է ծնողները ոնց ստացվեց որ դու եկար այդտեղ։ Երբ բանից ես պարապում։ 24 թվականից։ Ես ընդհանրապես ավտոսպորտի ես երբ մեծանում էի ավտոսպորտին այդքան մոտ չէի,
ինչքան եղա 24 թվականին, երբ իմ քույրիկը սկսեց նայել Ֆորմուլա 1, ու ես հետաքրքրվեցի սպորտով եւ դիմեցի նույն ռեյսինգին, ու մենք rental պարապմունքներ սկսեցինք։ Բա տնեցիք կողմեն, որ դու արագություն բան տենց։ Մայրը այդքան էլ չէ, հայրս շատ կողմեր։ Շատ սպասելի պատասխաներ։ Բնականաբար մայրիկը այդքան էլ կողմ չի լինի, այսքան ինչ որտեղ մեծ համար առնվազն վտանգավոր մարզաձև, բայց տեսեք մարզիչն ասում է, որ մեքենաների ընտրության փոքրերի հարցում համար էլ է հարց։ տեսեք երաժշտական գործիքները բնավորությունը ինձ որ չհարցրեցի, այստեղ ամեն մեկը սովորում է իր մեքենայի բնավորությունը, կամակորությանը, ոնց է արվում այդտեղ փոփոխությունները, հեշտ է արդյոք ադապտացվել այլ մեքենայով մրցումներին մասնակցել։ Մեքենայի ընտրությունը ինքը բավականին բարդ բան է, ու այդ խարակտերն էլ որ ասում եք հակա, բայց նենցա որ փորձառու մարզիկը ինքը պատրաստ է, հա, ցանկացած տիպի մեքենան վարել, ուղղակի արդյունքի համար իհարկե պետք է իդեալական նրան պատրաստել, իդեալական հասկանալ, որպեսզի դու կարողանաս զգալ մեծ արդյունքի։ Ահա։ Այ ինչ պատմություն ունի ընդհանրապես Հայաստանում մարզաձևը, մեզ համար այն ավելի կարծես օտար է, ֆիլմերից գիտենք, տարբեր շոուներից, նույն Ֆորմուլա 1-ից, ժամանցային տարբերակ ուղղակի գնալ ատրակցիոն եւ արագ վարել։ Որպես մարզաձև ինչ պատմություն ունի Հայաստանում։ Դե Հայաստանում կարծինգը հենց մեր մորտի կարտադրումը 2002 թվականին է բացվել, ինքը եղել է, բայց ոչ այդքան զարգացած, ինչած վերջին 3 տարիների եւ մենք ակտիվ սկսեցինք զբաղվել, արտասահմանից մարզիչներ եկան եւ մենք սկսեցինք այդ շարժը, հիմա ասեմ, որ այս 3 տարվա տարբերությունը շատ մեծ է, այո, որակային մեր մարզիկները արդեն կարողանում են մրցել միջազգային ասպարեզում, նույն Սամվելը 2 տարվա մեջ, եթե սկզբի իր մրցույթներին ինքը պիլոտոնի վերջում էր, հիմա հանգիստ պիլոտոնի մեջտեղն է ինքը արդեն։ Ահա, դուք նշեցիք անցած տարի Դուբայ են գնացել, հաղթողները, ինչ արդյունքներ գրանցեցին։ Անցած տարվա արդյունքները շատ բարձր չէին, մենք մոտավոր մեջտեղներն ենք, բայց ասեմ, որ մեր նախ անցած տարվա առաջին արդյունքը Դուբայի, որտեղ Դուբայ առաջին անգամ չենք որ գնացել ենք, երրորդ տեղներ, ինչը բավականին բարձր էր, այո։ Այո, մենք այնտեղից գավաթ ենք բերել Դուբայից։ Ահա։ Օ, մենք մաղթում ենք Հուսանք Հունաստանից։ Այստեղ պետք է հաղթանակը չթուլացնի, չէ՞, կամքը եւ ել ավելի դժվար է, երբ հաղթանակ ունես ու նշածող ես քեզ համար սահմանում, որ հանկարծ հետ չգնաս։ Հա, դա շատ կարևոր է, դա է մեր նպատակը, խեն գնում միջազգային մրցույթների, որովհետեւ երբ որ կա քեզ այնց ավելի լավ է, դու ոնց որ ունես այդ տարգետը, դու ձգտում ես դրան, բայց երբ որ դու առաջինն ես ու հետևիցդ շատ հետ են, ոնց որ այդ բանը կորում է մրցակցության։ Իհարկե։ Վստահաբար այս հաջողությունները, հաղթանակները նաև ազդում են հետաքրքրության վրա Հայաստանում, այո, զարգացման վրա, ինչքան մարդ է պարապում կամ կան նման տվյալներ նույն պատանիների տեսանկյունից, այս 2-3 տարիների ընթացքում որքան են ավելացել հետաքրքրվողների թիվը։ Մենք մեր sense ասեմ, մեր ակումբը, որտեղ այնտեղ կան համ պրոֆեսիոնալ մարզիկներ, համ մարզիկներ, որոնք սիրողական են գալի, մոտ աճել է 350 հոգու մեր ակումբը, որը ի սկզբանե երբ որ մենք նոր ենք սկսում, մոտ 25-30 հոգի են ընդամենը, տասնապատիկ։ Ես քեզ եմ ուզում հարցնել, ինչն է բնավորությանդ մեջ փոխվել, երբ արդեն սկսել ես լրջորեն զբաղվել այս սպորտաձևով։ Ճիշտ ասած, երբ ինչ է տվել քեզ արագությունը, այդ ամեն ինչը կյանքում։ Ես կուզեի շատ ասել, որ ինչ է փոխվել կոնկրետ իմ սպորտային կյանքում այս մի քանի տարվա ընթացքում, որովհետև ես կոնկրետ 25 թվականին երբ առաջին անգամ գնում եմ եվրոպական մրցումների, ես գում եմ շատ ճնշում, ես վախ ունեի մեջս, ես չէի կարողանում ինձ ճիշտ կառավարել դժվար սիտուացիաներում, սակայն 26 թվականին արդեն մենք սկսել ենք ավելի զգոն զգալ մեզ։ Կառավարում ես հույզերը արդեն, հա։ Ավելի լավ եմ ինձ կառավարում իմ հույզերը եւ այնպես ազդում եմ կյանքին ավտոյից դուրս եւ ես հա փոփոխություն զգում ես հստակ։ Ինձ նաև հետաքրքիր է մենք ցանկացած ոլորտում, հա, տարբեր ազգեր ունեն իրենց դպրոցները, դա լինի վոկալի դպրոց, թատրոնի դպրոց, սպորտային աշխարհում եւ ասում են դե ռուսական դպրոց է կամ ամերիկյան դպրոց է։ Այս պարագայում կան այդպիսի բաներ այս ոլորտում, թե ոչ։ Դե ասեմ որ ոլորտի ամենազարգացած տեղը դա Իտալիան է, Եվրոպայում էլ է շատ զարգացած ընդհանուր Եվրոպայում ու ԱՄՆ-ում, բայց հա ծնունդով կարծինգը Իտալիայից է, որ պատկերացնենք ցանկացած իտալական մեծ քաղաքի շուրջը մոտ մի
5-ից 8 պրոֆեսիոնալ կարտադրում կա, որը շատ բարձր ցուցանիշ է։ Դե էմոցիաները իտալացիները ոնց հասկանում եմ արագությամբ են արտահարում։ Ու գիտեն ոնց արտահայտել։ Ահա, երբ է արդեն հաջորդ փուլը նշեցինք Հունաստան, երբ եք գնալու։ Սեպտեմբերի երկրորդ կեսին թիմը գնալու այնտեղ, մարզվի պատրաստվի ու մասնակցի SWS-ի միջազգային մրցույթ։ Դա մի քանի փուլ է, օրինակ 1 օր է, 2 օր է։ Դա հենց մրցույթը տևելու է 1 օր, թիմի 3 այդ մասնակիցները իրանք անընդմեջ իրար փոխարինելով մասնակցել են endurance race-ը, то есть 8 ժամանոց race-ը, 3 մարզիկներ իրար փոխելով, դա արդեն թիմի ստրատեգիան է լինելու։ Թիմային աշխատանք է, փաստացի, որ խոսում ենք, այսինքն մարզիկներն մեկն է նստած, բայց չէ, մեկը չի նստած, 3-ով փոխվելու են հերթով, հա, ինչ որ ժամանակ առ ժամանակ։ Եվ ընդհանուր արդյունքն է փաստացի, այստեղ կարևորը իրար զգալը եւ իրար հստակ փոխարինումը, ճիշտ, որպեսզի ժամանակ վարկյանը կարևոր է այս պարագայում, ոնց որ եւ մեր մոտ ուղիղ եթերում։ Այո։ Երբ շփվում եք միջազգային մրցույթների եք գնում ու այնտեղ շփվում եք այլ երկրի ներկայացուցիչների հետ, այ դուք որպես մասնագետ ինչ հետաքրքիր բաներ եք տեսնում, որ կարող եք նաեւ կիրառել հայկականում եւ փայլուն արդյունք ստացվի, որովհետեւ մենք կարողանում ենք վերցնել ու ճիշտ ադապտացնել, մեզ մոտ դա շատ լավ է ստացվում։ Հմտությունների մասին եմ խոսում։ Ես հասկացա, նայեք, այնտեղ ամենակարևորը հասկանալ, որ ցանկացած մի փոքր մանրուք արդյունքի վրա ազդում է ու սովորաբար հաղթում է այնտեղ տարբերությունը, որ հասկանաք, օրինակ ֆինիշի վրա կես վայրկյան, մի վայրկյան, դա շատ փոքր միլի վայրկյան եք ասենք։ Այո, պետք է ուղղակի զգոն լինել ու ուշադիր լինել ամեն մի մանրուքի, ցանկացած բաց թողնված մանրուք կարող է արդյունքը փչացնել։ Դու միշտ ես այսքան լուրջ։ Չարաճճություն անում ես, թե չէ։ Ինտերնետի ասեք։ Այո, դինումա ամենակարևոր բանը էմոցիաները կառավարելն է, եթե էմոցիաները մի պահ չես կարողանում կառավարել, քվարցունքը փչացնում է։ Աղջիկները հաջողություն ունենում են, այս էմոցիա ասեցիք, թեպետ այս վերջին շրջանում տեսնում ենք, որ պակաս էմոցիոնալ չեն տղամարդիկ, եկեք ֆուտբոլը նայեք եւ կտեսնեք ինչպես են իրենց կարճ մազերը փիտրում էմոցիաներից։ Սամվելը ոչ մի անգամ է, որ աղջիկների հետ то есть աղջիկներ եղել են իրանց պիլետոնի մեջ, թող ինքը ասի, տպավորություններ աղջիկների վարելու։ Աղջիկները ես կասեի կամ շատ լավ են քշում կամ շատ վատ։ Հա, ոսկե միջին չունենք։ Հա, այսպես ասեմ, օրինակ համար մեր պիլետոնում կար Գերմանիայից մի հատ աղջիկ, որը ինձ ես կասեմ մի 20 միլիվայրկյանով ավելի արագ էր։ Ինչի համար զարմանալի էր, որովհետև weekend-ի սկզբում նա ինձ մի վայրկյան ավելի կամացել, ասենց ասեմ։ Ինչի զարմանալի էր իմ համար։ Մենք ճկուն ենք, մենք հաշվարկում ենք, միանգամից հասկանում ենք, այնպես որ երբեք իգական սերին չթերագնահատես, որ միշտ հաղթանակներ ունենաս։ Դե հաղթանակներով էլ եզրափակենք հաղթանակի մաղթանքով։ Միայն թե հարգելի ռադիոլսողներ մի մոռացեք, որ սովորական փողոցները դրանք արագություն բացելու համար չեն։ Այո, դրա համար կա հատուկ տեղ, դա մարզաձև է։ Արագության, այսպես սիրողական էլ կա փաստացի, եւ մարդիկ կարող են գալ ուղակի փորձել։ Ինձ մի բան էլ հետաքրքիր ու ավարտենք։ Առաջին անգամ երբ գալիս է մարդը, նստում է այդ մեքենան ու հետո որոշ ժամանակ անց որքան ժամանակ անց եք հստակ տարբերություն տեսնում եւ արդյոք հաճախ են ծիծաղում իրենց առաջին անգամվա փորձերի վրա։ Երևի 3-4 այցից արդեն հսկարական տարբերություն է ու այդ ժամանակ արդեն է իրանք որ իրանց ցույց տասեն առաջի անգամվա նկարում եք միշտ։ Հա, ինչ-որ վիդեոներ բաներ հանում ենք, որպես իրանք ցույց տանք, իրանք կարողանան աշխատել իրանց վրա։ Հա, տարբերությունը այդ սկզբում տարբերությունը շատ ահռելի է։ Գլխավոր հմտությունը տեխնիկական, որ պիտի կարողանաս սերտես հենց սկզբից։ Չանտեսել անվտանգությունը։ Ահա, կարևոր մեսիջով էլ ավարտենք։ Վստահ ենք, որ Հունաստանում էլ չեք անտեսի անվտանգությունը եւ կկրկնեք առնվազն առաջին տարվա հաջողությունը։ Ձեզ իսկապես հաջողություն ենք մաղթում, թե ձեզ, թե մարզիկներին։ Չգիտեմ, հաղթանակով վերադարձեք։ Կանենք, շնորհակալ ենք։ Դե քեզ հաջողություններ ենք մաղթում։ Հուսանք տարիներ անց նաև երբ քեզ կցույց տան տարբեր հեռուստատեսություններով գավաթը ձեռքիդ կասենք, այս տղան տակավին երիտասարդ մեզ մոտ հյուրեր է եկել։ Սամվել Ամբարձումյան եւ Ռոդիոն Կրիլով նրանք էին այսօր մեր տաղավարում։ Մենք շարունակում ենք եթերը, այս պահին հյուրերի հետ լուսանկարվենք ու կվերադառնանք։ Էլի հարակություն ենք բացում եթերում գնանք։
անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ ետև Որ ես կյանքը վայել ենք մին թեթև Ինչ ուզես քեզ կարելի է Քեզ ամեն ինչ ներելի է Էր գալիս ես մոտ ես բարելով Շարժիր սիրտս տեղից Շարժիր չես պասեմ անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ ետև Որ ես կյանքը վայել ենք մին թեթև Շենդակոդեք չեմի գուլի Չեխար չեմի սիխվարուլի Մոտի բարեմ սուլի սայղե Alkohol tunda խմիլ ու բարի Մեկի մոտ ծնունդա, մեկի մոտ նոտարի Վիսկի, տեկիլա, բունգինի, տե չաչա Սիրտը պինչա ուզում ասա մուչաչա Դու բոցից ես կարել շորը քո հակի Ասես դու ես արարել գյուտը գրակի Բոլորս միասին Երևան, Թբիլիսի Թող արար աշխարհը երկը մեր լսի Շարժիր սիրտս տեղից Շարժիր չես պասեմ անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ ետև Որ ես կյանքը վայել ենք մի թեթև Տասնանցը 33 շարժվում ենք առավոտից, այո, մկաններն ենք տակացնում, այո, եւ փորձում ենք արդյունավետ անցկացնել առավոտվա այս ժամանակահատվածը, որ այդպես էլ շարունակվի։ Մենք իմիջայլոց կշարունակենք խոսել, հետաքրքիր մի թեմա առաջարկենք ձեզ, մինչև մենք կներկայացնենք օրացույցի շարունակությունը։ Արգելի ռադիո լսողներ, մի պահ մտածեք, թե որ սովորությունն է ամենաշատը փոխել ձեր կյանքը, եւ կիսվեք մեզ հետ, այո, մենք կփորձենք ամեն մեկս գուցե կիսվենք այդ փորձառությամբ եւ միմյանց օգնենք, ինչու ոչ, սպասում ենք ձեր նամակներին եւ իհարկե զանգերին 55 3702։ Այո, Facebook-յան էջում, նաեւ մեր կայքում լայվը շարունակվում է, դեռ մոտ կես ժամ ունենք, մինչև 11-ը կլինենք ուղիղ եթերում, այնպես որ մեզ կարող եք թե գրել, թե զանգահարել։ Դե ինչ շարունակենք, գնանք առաջ եւ փորձենք հասկանալ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ հենց այսօրը տարբեր թվականներին, որովհետեւ մենք այդպես էլ չենք հասցրել այդ ամենը ներկայացնել ձեր ուշադրությանը։ Օրացույցը շարունակենք թերթել, տեսնենք ինչ կա, երաժշտական իրադարձությամբ սկսենք։ Փոլ Մաքքարթնին 1971 թվականին նոր խումբ է ստեղծում, որը անվանում է Wings, թևեր։ Ահա, երաժշտական ասպարեզից հեռու չգնանք, հատկապես Փոլ Մաքքարթնի հետ կապված 1963 թվականի հենց այսօրը The Beatles-ը վերջին անգամ ելույթ է ունենում Լիվերպուլյան The Cavern ակումբում, այո, այդպես է ստացվել։ Կարծես տրամաբանական շարունակություն ունի իրարից։ 1960 թվականին Նիգերն անկախություն է ստանում Ֆրանսիայից։ Գնանք առաջ, հարգելի ռադիոլսողներ, տեղափոխվենք 1955 թվական Լոնդոնում կայանում է Սամուել Բեքեթի Գոդոյին սպասելիս պիեսի պրեմիերան, հանդիսատեսի կեսը ներկայացման ժամանակ լքում է դահլիճը, չհասկանալով հեղինակի մտահղացումը, միշտ չէ որ հետաքրքիր լուծումներով տարբերակները միանգամից ընկալելի են լինում հանդիսատեսի համար եւ ահա այսպես է տեղի ունեցել պրեմիերան, բայց այդուհանդերձ Գոդոյին սպասելիսը մեծ հաջողություն
նորություններ գրանցեց եւ մինչ այսօր ակտուալ է։ Եվ ասենք, որ սա 55 թիվներ, բայց մինչև այսօր էլ շատ համարձակ լուծումները թատերական կամ այլ ոլորտի արվեստի միշտ չէ որ միանշանակ են ընդունվում։ Միանշանակ։ Տեղափոխվենք 1922 թվական, որը մեծ հետ կապ ունի։ Այո, Նյու Յորքի ռադիոն գործարկում է աշխարհում առաջին ձայնային ռադիո էֆեկտը, փայտի 2 կտորով դրան փակելու ձայնն են ստանում։ Բա, իմիջայլոց բարձ բան է սա թվում, բայց 22 թվականին։ Մի հարցել ունեմ մեր ռադիո լսողներին, ինչպես կստանայիք կրակի ձայն։ Հետաքրքիր է, ինչ եք կարծում, ինչպես են ստանում կրակի ձայն։ Սպասում եմ ձեր տարբերակներին, մենք հենց եթերում կփորձարկենք դա, ես շատ զարմանալի ու անկանխատեսելի է։ Կրակի ձայն ինչպես ստանանք առանց կրակ վառելու, իսկական կրակ վառելու փոխարեն ինչպես ստանանք։ Եվ այսպես տեղափոխվենք 1908 թվական, մինչ դուք կմտածեք, թե կրակի ձայնը ոնց ենք ստանալու, հենց այսօրը Ֆիլադելֆիայի մետրոյի բացումն է տեղի ունեցել, այո։ Շատ հետաքրքիր մի տոն էլ 1907 թվականին է Պորտուգալիայում Կիրակին հանգստյան օր է հայտարարվել։ Ինչպեսի մի բացառիկ իրադարձություն։ 1795 թվականին հիմնվում է Փարիզի կոնսերվատորիան։ Կոնսերվատորիաներից հեռու չենք գնում, որովհետև կոնսերվատորիայի արդյունքը, կրթությունը ստացած երաժիշտները հայտնվում են տարբեր օպերաների բեմերում եւ ահա 1778 թվականի այսօրը Լա Սկալա օպերայի շինության բացումն է տեղի ունեցել Միլանում, որը շատ օպերային երգիչների իսկական երազանքն է եւ կարող ենք ասել, որ հայ երգիչներից շատերը այդ երազանքին հասել են։ Գնանք առաջ եւ փորձենք հասկանալ, թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը։ Պարուսույց, հայկական պարերի լեգենդ, մարդ, որը թողեց հսկայական ժառանգություն 1966 թվականին, այսօրն է ծնվել Գագիկ Կինոսյանը։ Եվ մենք նրան շատ կարոտում ենք, որովհետեւ պարոն Կինոսյանը նաեւ փայլուն հյուր էր եթերների համար իր գիտելիքով, եւ երբ նա էր գալիս, դու կարող էիր անverջ նրան լսել ու չձանձրանալ։ Իդեպ, եթե չեմ սխալվում, հենց այս օրերին Գյումրիում Կինոսյանի ժառանգները, սերունդները փառատոն են անցկացնում, ինչը շատ կարևոր է շարունակել գործը եւ փոխանցել նոր սերունդներին։ Եվ մի կարևոր հանգամանք էլ հենց պարոն Կինոսյանի շնորհիվ է, որ այսօր մեր երիտասարդները հստակ ու սուսի տված ձեռքի բռնած կարողանում են շատ գեղեցիկ ու ճիշտ համահունչ միասին ապրել հայկական պարերը։ Այո։ Տեղափոխվենք 1963 թվական, հենց այսօրն է ծնվել Metallica խմբի հիմնադիրներից մեկը, վոկալիստ ու կիթառահար Ջեյմս Ալան Հետֆիլդը։ Ֆուտբոլային աշխարհում Աշոտ Խաչատրյանը 1959 թվականի այսօրն է ծնվել, ֆուտբոլիստ։ Ամերիկացի դերասան Մարտին Շինը ծնվել է 1940-ի այսօր, առավել հայտնի է նա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի Ապոկալիպսիսն այսօր ֆիլմից, որտեղ խաղում է գլխավոր դերը։ Եվ կարծես թե գրականության ոլորտով էլ ավարտենք, հայ գրող Շահան Շահնուրը 1903 թվականի այսօրն է ծնվել, դպրոցական ծրագրից կհիշենք նահանջը առանց երգի 1929 թվականին է լույս տեսել։ Ինչ ես կարծում, Փոլ Մքարտնի լսենք, Beatles լսենք, ինչ կարծիք ես։ Հիմա փորձենք նաև Beatles լսենք միասին, հարգելի ռադիո լսողներ, կարծում եմ շատերդ։ Այո, մինչ այդ ես կստուգեմ մեր մեկնաբանությունների դաշտը։ Այո, մեզ հետաքրքիր է շատ։ Եվ կուզեինք իմանալ, արդյոք կարողացել եք հստակ պատկերացում կազմել, թե ինչպես կրակ ստանալ, առանց կրակ վառելու ստուդիայում։ Այո, ես դա կանեմ։ Հիմա երգի ընթացքում անպայման կգնամ, ինչ որ պետք է այդ իրը կվերցնեմ, որի միջոցով մենք ստանալու ենք։ Այո։ Էքսպերիմենտ։ Դու մտքովդ չի անցնում ինչ է այդ իրը։ Չէ, չի անցնում մտքովդ։ Դե լավ, չէ, առանց կրակ վառելու ասացի, չէ։ Դե լավ, լսենք Լիվերպուլյան քարյակին ու վերադառնանք։ Remember to let her into your heart, then you can start to make it better. Hey Jude, don't be afraid. You were made to go out and get her. The minute you let her under your skin, then you begin to make it better. And anytime you feel the pain, hey Jude, refrain. Don't carry the world upon your shoulders.
just a fool who plays it cool by making his world a little colder. Na 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 na. Hey Jude, don't let me down. You have found her, now go and get her. Remember to let her into your heart, then you can start to make it better. So let it out and let it in. Hey Jude, begin. You're waiting for someone to perform with. And don't you know that it's just you? Hey Jude, you'll do the movement you need is on your shoulder. Na 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 na, yeah. Hey Jude, don't make it bad. Take a sad song and make it better. Remember to let her on the Այսպես։ Այո, շարունակենք վայելել Beatles-յան կատարումը եւ զուգահեռ նաեւ անցնենք Լուսինեի առաջադրանքին։ Այդպես է հնչում։ Այո։ Ինչպես ստանալ ձայնագրության համար կրակի ձայն առանց կրակ վառելու, որովհետև ստուդիայում չի կարելի անվտանգությունից ելնելով։ Իդեպ Էդիկ Բաբուջյան ուշանում եք, միշտ սկզբում եք միշտ մեզ սրտիկներ ուղարկում, այդ կարևորը որ դիտում եք մեզ։ Վարդիթեր Գևորգյանը մեզ սուրճ ու սրտիկներ է ուղարկում, շնորհակալ ենք։ Հարգելի ռադիոլսողներ, ակնկալում ենք, որ դուք մեզ կամ գրեք մեկնաբանությունների դաշտում կամ զանգահարեք 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով եւ փորձենք միասին հասկանալ արդյոք կռահում եք թե ինչ տարբերակով կարելի է կրակի ձայն ստանալ։ Ես մի փոքր մտածելուց հետո հասկացա, բայց դեռ չեմ պատկերացնում ինչ ենք անելու։ Ինտրիգը պահենք եւս մեկ հետաքրքիր հարց, որ սովորությունն է ամենաշատը փոխել ձեր կյանքը։ Օրինակ Սևակ, կարող ես այդպիսի բան ասել։ Սովորություն կամ ինչ որ բան, որը փոխել է կյանքդ։ Հələ սպասի մտածեմ, շատ Արի խորը ես հարց է, սկսեմ, այո։ ինչեւ դու կմտածես։ Հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, երբ մարդկանց սկսեցին կալել այնպիսին, ինչպիսին իրենք կան, եւ չակնկալել այն, ինչ նրանք չեն կարող տալ, կամ առհասարակ չակնկալել որևէ մեկից որևէ բան, երբ ինչ որ լավ տարբերակ փոխադարձ ինչ որ բան էի ստանում, ժամանակ սկսում եմ ուրախանալ, բայց այդուհանդերձ հիասթափություններն են քիչ լինում, որովհետեւ երբ ակնկալում ես մարդկանցից ինչ որ բան ու դրանք չեն արդարացվում, հիասթափությունները քո կյանքում շատ են լինում։ Նման պատասխանել էր փաստորեն կարելի, ինձ թվաց նկատի ունես կոնկրետ սովորություն, օրինակ շուտ արթնանալ, մարզվել։ Եթե այդ կողմից նայենք, ուրեմն այն, որ ոչ մեկը 100%-անոց ճիշտ չէ այս կյանքում եւ մարդկանց ընդունել այնպեսին, ինչպեսին նրանք կան։ Դա իսկապես հեշտացնում է կյանքը։ Շատ է հեշտացնում կյանքը։ Ինչ անենք, ինտրիգը պահենք դեռ կրակի պահով, թե Արի եւս մեկ անգամ դիմենք մեր ունկնդիրներին, ասենք, որ մենք սպասում ենք ձեր տարբերակներին, ինչպես ստանալ կրակի ձայն, երբ հնարավոր չէ կրակ վառել։ Այո, իսկ մեկ հարց էլ տամ։ Ամենատարօրինակ խորհուրդը, որ երբևէ ստացել ես, որն է եղել։ Ամենատարօրինակ խորհուրդը։ Ես էլ չեմ հիշում իհարկե, բայց փորձենք հիշել։ Տարօրինակ խորհուրդ։ Արի մտածենք, դուք էլ մտածեք հարգելի ռադիոլսողներ։ Միգուցե եւս մեկ երգ լսենք եւ պահենք ինտրիգը, հա։ Պահենք ինտրիգը, բայց եթե մինչեւ այդ դուք չպատասխանեք, թե ինչպես կարելի է ստուդիական տարբերակով ստանալ կրակի ձայն առանց կրակը վառելու, ես կբացեմ գաղտնիք հարթը։ Իդեպ նման տեսանյութեր շատ կան, չէ՞, թե ինչպես են այս կամ այն ձայները ստեղծվում եւ հաճախ ամենաանհավանական իրերի շփումից կամ տարատեսակ հետաքրքիր լուծումներ կան։ Մեր Վարդագույն քաղաքին նվիրված երգ լսենք, որտեղ քաղաքի մասին սովորաբար բան չի ասվում, այլ սիրո մասին է ու վերադառնանք։ Դե քաղաքը սեր է, եւ քաղաքում կատարվող մարդկային պատմությունները անբաժան մասն են քաղաքից։ Կստացվի, որ փաստորեն
քեզ դեռ երկար պիտի հիշեմ շատ ավելի քան ճանաչել եմ Եթե պիտի կյանքս առաջ ու հետո ի բաժանեիր Գուցե ավելի լավ է դու չլինեի երբեք այս վարձակում Փողոցներով անցնում ու քեզ են մի պահ հիշեցնում Զբաղված անծանոթները վարձակում Փողոցներով անցնում ու քեզ են մի պահ հիշեցնում Քո տակապույտ ու անհանգիստ աչքերը Այս խմոտիկ ու շատ հեռու ձեռքերը Ես կափսոսեմ, եթե չասեմ Սիրում եմ քեզ, բայց դու գիտես Կամ հասցրել ես կասկածել Եթե պիտի կյանքս առաջ ու հետո ի բաժանեիր Գուցե ավելի լավ է դու չլինեի երբեք այս վարձակում Փողոցներով անցնում ու քեզ են մի պահ հիշեցնում Զբաղված անծանոթները վարձակում Փողոցներով անցնում ու քեզ են մի պահ հիշեցնում Քո տակապույտ ու անհանգիստ աչքերը Այս խմոտիկ ու շատ հեռու ձեռքերը Սպիտակ շապավանից բացի էլ չի մնա ոչինչ The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:47 մի քանի թեմա իրար ենք խառնել եւ հետաքրքիր հարցեր ենք տալիս իդեպ խորհրդի մասով մտածեցի այդ ժամանակ էր տարօրինակ թվում բայց հիմա իսկապես երբ խորանում եմ եւ այդ մոտեցմամբ եմ նայում կյանքին ավելի հեշտ է մեր խոսքի վարպետը Սուսան Ալեքսանյանը մեզ ասում էր կյանքը խաղի վերածեք եւ այդպես ապրելը շատ հեշտ է եւս մեկ հետաքրքիր խորհուրդ կա կյանքի հետ կապված ասում է հաճախ փորձեք ձեր կյանքին դիտարկել կողքից որպես հանդիսատես եւ շատ այլ բաներ կտեսնես որ գուցե այն ժամանակ չէիր տեսնում սա էլ եւս մեկ հետաքրքիր խորհուրդ իդեպ Արմինե Հովսեփյանն է գրում է ռադիոլսող բարի լույս հուսամ բոլորս լավ ենք այո մենք էլ հուսանք որ բոլորս լավ ենք ասում է իմ հետ շատ բան փոխվեց եւ փանեցի վարդագույն ակնոցը ու սկսեցի մարդկանց դիտարկել այնպիսին ինչպիսին կան այլ ոչ ինչպիսին ուզում եմ լինել հետաքրքիր մի միտք էլ կա այս թեմայի վերաբերյալ ասում ես պատասխանատու չեմ քո երևակայության համար որովհետեւ կերպարներին հաճախ մենք ենք մեր ուղեղում ստեղծում բայց իրականում օրինակ մարդը այդ կերպարին չի համապատասխան ուզում ենք որ այդ մարդը տվյալ մարդը հենց այդ կերպարը լինի այստեղ հիասթափությունների շարքը շարունակվում է դրա պատճառով այնպես որ փորձենք դիտարկել մարդուն այնպես ինչպես կա ճանաչենք այլ ոչ թե փորձենք մեր ուղեղում ստեղծել այդ մարդուն տալ այլ հատկանիշներ որոնք չկան եւ հետո նրանից դրանք պահանջել կամ հիասթափվել որ դրանք գոյություն չունեն բարդ է իհարկե կյանքը ինքնին արդեն բարդ է հետաքրքիր մի հարց էլ ունեմ եթե մեկ օրով կարողանայիք վերադառնալ անցյալ ապա որ տարիքին կվերադառնայիք դու ասա հետո ես կասեմ շատ փոքր չէ երևի 20-ից 25 ինչ ես կարծում ես ինչ եմ ասելու 18 ես չեմ ուզում վերադառնալ դու ավելի խորդ ես Չէ, իսկապես մտածեցի ու հասկացա, որ ոչ մի տարիք չեմ ուզում վերադառնալ եւ ինձ էսպես շատ լավ եմ զգում։ Ինչ անենք, քանի որ ոչ ոք չի գուշակել, չկարողացավ գուշակել կրակի ձայնը ինչպես ստանալ ստուդիական տարբերակով, ովքեր մեզ դիտում է ոչ թե լսում է։ Այո։ Սկսենք։
խարույկի մոտ նստած ենք։ Այո, ընդհանրապես թուղթ ենք ճզում։ Ճմրթում։ Շատ բարձ։ Շատ բարձ, այսպեսի լայֆ հակ։ Իմացեք, որ դուք կարող եք, եթե ուզում եք հեռախոսով նաև ստանալ այդ ձայնը, այդ ձայնը կարելի է այդպես։ Իհարկե հիմա ժամանակակից տեխնոլոգիաները այլ հնարավորություններ են։ Կլիկով կարելի է ինչ ասես ներբեռնել, այո։ Բայց բնական ավելի հետաքրքիր է, էլի, երբ փորձում ես ուղեղի զոր տալ, մտածել, այլ ոչ թե քո փոխարեն մտածում են եւ պատրաստ ցինիով տալիս։ Մենք մեկ մարզական նորություն էլ ձեզ ներկայացնենք ու իսկապես եթերը այսօր էլ թռավ, ժամանակը թռավ եւ վերջին րոպեներն են արդեն։ Ուզում ես մարզականը մի պահ սպասենք, լավ լուրը կասենք անպայման, հետաքրքիր սուտ թե իրական խաղը շատ արագ քեզ է տանեմ։ 8 ոտնուկը 3 սիրտ ունի, գիտեիր, ունի թե չէ։ 8 ոտնուկը 3 սիրտ չէ, ինձ թվում է չէ։ Իրական է։ Մեղրը երբեք չի փչանում։ Դա ճիշտ է։ Ոսկե ձկնիկը 3 վայրկյան հիշողություն ունի։ Դե ճիշտ է։ Լսիր, ոսկե ձկնիկ չկա։ Ինձ համար կա։ Որտեղ ես պանտանը ոսկե ձկնիկ ունես, ես էլ ասում եմ, ինչպես է ստացվում, որ քո բոլոր երազանքներն իրականանում են։ Թող այդպես շարունակվի։ Նպաստան 3 սիրտ ունի 8 ոտնուկը, դա էլի մացանք։ Եվ կտրուկ անցում, իհարկե խառնեցինք բոլոր թեմաները իրար, բայց այս մեկ նորությունը մարզական չենք կարող ձեզ չներկայացնել։ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։ Մենք շնորհավորում ենք մեր մարզիկին 60 կիլոգրամ քաշային կարգի եզրափակում նա 1-3 հաշվով պարտվել է հնդիկ մարզիկին, կիսաեզրափակում հաղթել է ուկրաինացի մարզիկին եւ մենամարտն ավարտել է 2-2 հաշվով, սակայն դուրս է եկել եզրափակիչ շնորհիվ tie break-ի եւ այսպես արդյունքում նա գրանցել է արծաթե մեդալ երկրորդ տեղը։ Բրավո, շնորհավորում ենք, շնորհակալություն այս հաղթանակների համար հարգելի մարզիկներ, թող դրանք շարունակական լինեն, միշտ լինեն։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, վերջին վարքյաններն են մեր եթերում, այսօրվա եթերն էլ կարող ենք համարել ավարտված, միայն վերջում ձեզ ինքներդ հարց տվեք, քանի որ օգոստոսի սկիզբն է, ամառը դեռ չավարտված, ինչ պետք է անպայման հասցնել արել։ Գրեք, այստեղ ծով գնալ, լեռ բարձրանալ, գիրք կարդալ, ընկերներին տեսնել, նոր բան փորձել։ Այս տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսն ընտրեք, նոթատերի դրում գրեք եւ փորձեք հասնել դրան։ Եվ կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ունեք, այլ ոչ թե եթե այսպես լիներ, կգնայի այստեղ, այնտեղ, ամեն դեպքում յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմանում կարող է կազմակերպել իր փոքրիկ հանգիստը։ Երբեք մի ասեք այս արտահայտությունը, ես չեմ հասել սրան, որովհետև այս մարտներ մեղավոր կամ այն մարտներ մեղավորներ մի փնտրեք, այլ հակառակը փորձեք գնալ առաջ։ Մենք ձեզ հաճելի աշխատանքային օր ենք մաղթում, եթե այսօր աշխատում եք, եթե արձակուրդում եք, ել ավելի հաճելի օր ենք ձեզ մաղթում, մաղթանքի կարիք կարծես չկա, էլ արդեն հաճելի կլինի։ Իսկ մենք շարունակում ենք աշխատել եւ եթերում վաղը 9:30-ից կրկին կողջունենք ձեզ։ Կասենք բարի լույս, կրկին հետաքրքիր տեղեկությունները, որ լավ երաժշտությամբ կներխուժենք ձեր տուն։